Պարոն Միքայելյան, ինչպես եք նախ գնահատում արդեն 5 օր է Երևանում տեղի ունեցող իրադարձությունները, հարցս ուղղում եմ եւ որպես կուսակցության վարչության անդամ եւ որպես հրամանատարի այն կոնտեքստում, որ այս նախաձեռնության անդամները սա պայմանավորում են նաեւ ազատագրված տարածքների վերադարձման շուրջ Սերժ Սարգսյանի սկսած բանակցություններով, որը թաքուն է պահվում ժողովրդից եւ հիմնական մեխը կարծես թե հենց սկզբում սրա վրա է դրվում։ Արդյոք նույնիսկ այս դեպքում պայքարի զենքով մեթոդը ընդունելի է մեր հասարակության համար եւ որ ամենակարևորն է ինչ նախադեպ կարող է ստեղծել երկրում։ Պայքարի զենքով միջոցը որ ընտրել են տականները իրավիճակից են, այսինքն անճարության իրավիճակից են, որովհետեւ միշտ ասել եմ նորից եմ ուզում կրկնեմ, բազմիցս թե քաղաքակիրթ ձևով, թե բարոյական, թե հոգեբանական հարցեր բարձրացրել է այս երկրում, որ իշխանությունները ոչ մի լուծում չեն տվել։ Մատ ես ձեր հարցազրույցում եմ ասի, մատ բան դա է ձևավորվել, որ ընդհանրեն ուզում է պահի իշխանությունը, առհամարված մեր հայ ժողովուրդը։ Ես երեք Ամերիկայում ընկերոջս հետ խոսացել եմ, ասում է մի հատ նայեք, հայտարարություն են մեկը ելույթն է, որ մենք արտաքսված ենք մեր երկրից։ Սա մեր երկիրն է, սա որոշ մարկանց, որոշ բանդա երկիր չի։ Եվ այդ ես նորից եմ ասում, այսօրվա տեղերքի արած արարքը պատասխանատվություն պետք է կրի իշխանությունը, որովհետև այլ միջոց չէ այս երկրում, այս տարիների ընթացքում, որ քայլ չարվե նորմալ քաղաքակիրթ ձևով մարդկանց ժողովրդին, հայ ազգին, հայ պետականությանը հարց ուղղվի, որ նորմալ ճանապարհով լուծվի։ Միշտ բռնությամբ, ծեծի, ջարդի, բանտերի միջոցով լուծվի։ Էտա։ Պարոն Միքայելյան, այսինքն ինչ որ չափով արդարացված եք համարում նաև այն իմաստով, որ քաղաքապայմանագիրը տեսեք ընտրական մեխանիզմի միջոցով է իշխանափոխություն խոստանում երկրում, զենքով ամեն դեպքում լուծման տարբերակը արդարացնում է միջոցը։ Գիտեք ոնց ես ոչ մեկի չեմ մեղադրում, որովհետև տղաները այդ ճանապարհն են ընտրել իմ ասած հարցերի չկայացման շրջանակներում։ Իրանք այդ ճանապարհն են ընտրել, ես չեմ մեղադրում։ Ինչ հանգուցալուծում կարող է լինել։ Տեսնում ենք արդեն մի քանի օր է անցել ընդամենը վարչապետի մակարդակով ոչ իրավիճակին այսպես adekvat գնահատական հնչեց, ընդամենը մի հայտարարություն։ Երկրում ինչ իրավիճակ է, թե Արցախի հարցի հետ կապված։ Ոչ մի իշխանյա նախագահից բռնած իշխանավոր ոչ մի անգամ ժողովրդին չի ներկայացրել ինչ իրավիճակ է, ինչ է կատարում, ինչ են ուզում անեն։ Որտեւ իրանք լեգիտիմ իշխանություն չեն, հասկանում եք։ Որտեւ իրանք մեթոդիկան է դա։ Քիչ առաջ մեզնից հետո ջրեղ եք, ինչ ուզում ալնի, մենակ պահենք։ Այս երկրում մարդիկ են ապրում, մենք հայ ենք։ Երեխեք ունենք, թոռներ ունենք, մենք ժողովուրդ ենք։ Այս ոնց կարելի է այս կարգավիճակով, այս բռնությամբ միշտ այն արդար պայքարը սաստել, կանխել, խեղդել, այն օրորոցում գոռացող երեխուն, ասած բռնես օրորոցի մեջ խեղդես, ազատություն բառը շուրթերին։ Բայց զիջող իշխանությունը Սերժ Սարգսյանի իշխանությունը 5 օր շարունակ 4 ոստիկան պատանդի կարգավիճակում են, բայց հայտարարություն անգամ չի հնչում, կես քայլ իշխանությունների կողմից չի արվում։ Եվ տպավորություն է, որ ինչ-որ չափով Սերժ Սարգսյանին նաև ձեռնտու իրավիճակ է Արցախի հարցով նկատի ունեմ, ներկայացնելով գուցե դրսին, որ այստեղ խառնաշփոթ է, տարածքների շուրջ բանակցությունները պետք է հետաձգեն։ Մեր արչև ծառացած է շատ բարդ մարտահրավերներ Արցախի հարցի հետ կապված։ Եվ այսօրվա իրավիճակը, որ էլի գալիս է իշխանությունից, էլի խարխրում է մեր համախմբումը։ Ես ոչ մեկի չեմ մեղադրում։ Եթե անճար ես, չես կարա ոչ մի բան անես։ Եթե մարդ երեխեն տուն սոված մեռնում է, ինչ անեն։ Իսկ իրանց երեխեք կարան տան $5000 անես, մա շամպանսկի առնեն խմեն։ Կարա գիտեն որոշ մարդիկ երեխա չեն պահում, խոզի գոջի են պահում, իրանց երեխեքն են մենակ երեխա։ Ամեն ինչ ես կուտակվել է բարդացե։ Եթե եսի դաշ չնի իշխանության, ավելի վատ բաներ կլինի։ Հերիքա թող հասկանան։ Չի կարելի, այս մեր երկիրն է։ Այդքան տղայի գլուխ դրես վասան։ Իսկ ինչ վերաբերում այնտեղ ոստիկանության աշխատողներ էլ կան պատի ցանկով։ Դու իշխանությունները հասկանան։ Թող այդ ով պատի ցանկով է, այդ իշխանական թևի ներկայացուցիչները, թող հասկանան, որ այս իշխանության համար մեկ է ում կյանքն ուզում ալնի։ Կարևոր իրանց իշխանությունը մնա։ Կարող է կարևոր որ այս մարդիկ մնան։
Ամփոփենք, պարոն Միքայելյան, ինչ ելք եք տեսնում, եթե իրական ինչ քայլ կարող են գնան իշխանությունները, այն որ պետք է հրաժարական տա Սերժ Սարգսյանը, այնուամենայնիվ որպես գնահատական նաև ինչ կարող է Ես լինել։ իմ հարցազրույցում ասել եմ, եթե այդքան թանկ է իրանց հատվառը, թող նստեն, պահեն, տանեն տուն վերջում, ուտեն այդքան թոշակի։ Հասկանում ես։ Բայց էսի իրանց աթարի խնդիրը չէ, էսի երկրի պետության, պետականության խնդիրը առաջ եկե։ Հասկանում եք։ Ես հանգուցալուծում չիները կան գնիրած 5 օր մի հատ բառ չեն խոսում, երկրում էսես վիճակա, սաղ աշխարհով խոսում են։ Մի հատ չեն էլ հայտարարություն արել, ինչա կատարում, ինչ պետք է արվի, ժողովուրդ ջան։ Մատ հանգստացնեն ժողովրդին, վերջ-վերջից այս բան հազվագյուտ են աշխարհում մեկ։ Իրանց համար էդի մեկը ինչ ուզում է լինի։ Հասկանում եք։ Ես հանգուցալուծում եմ տենում եմ իշխանությունը այդ ամեն ինչ թողնի, այս իր ձևը թողի դրված կտրվի տարիների ընթացքում որ բերել այս բաների, գնա բանակցան տղերք հետ։ Իրանք հերոս տղերք են։ Պահի տակ ես հավաքվում եմ Արտուր Վանոյանի ընտանիքին, հասկանում եք։ Մեզի մեզ կրվողներից էսենց միշտ բաժան-արին եմ էլ պատկերացեք, ինչ տարբերություն Արտուր Վանոյանն էլ կրվող, Պավլիկ Մանուկյանն էլ կրվող, Արայիկ Խանդոյանը կրվող, իրանք երբեք չեն ուզեցել հայի խփեն։ Ես չեմ հավատա, որ իրանք նման բանի են ուզեցել գնալ։ Պահի տակ կարող է ստացվել, հասկանում եք, բայց հերիքա, հասկանան, հասկանում եք, ներվերը չի տանում էլ։ Բերին ուր հասրին ես երկիրը։ Չեն կշտանում այդ մարդիկ։ Առաջ նա տարածքներ կան ազատագրած, եթե մարդ չկա, այդ տարածքներն ի՞նչ է։ Այսինքն եթե Հայաստան ուզում են հայաթափանեն, այս տարածքն ում է մնալու։